Ըստ էության սենսացիոն նորություն Կտրիչ Ներսիսյանից նա հիշել է, որ հայ առաքելական եկեղեցին ունի կանոնագիրք եւ կանոնագրքին հղում անելով փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհան նավանքում այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված։ Հենց այստեղ է խնդիրը, որ կանոնագիրք հայոցի համաձայն Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ դրժել է կուսակրոնության ուխտը եւ այդ փաստի բերումով կարգալույծ է։ Հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհան նավանքում եւ ես ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի նույնպես Հովհան նավանքում մասնակցելու եմ Սուրբ եւ անմահ պատարագին։ Վերջին օրերին տարբեր հոգեվորականներ, այդ թվում բարձրաստիճան, հայտարարում են, որ ժողովրդավարությունը կեղծիք է, որ մարդու իրավունքները կեղծիք են։ Դե հիշում եք Միքայել Աջապահյանն էլ ժամանակին հայտարարում էր, որ ժողովրդավարությունը վատ բան է, այսինքն բարձրաստիճան հոգեվորականների մի մասը ասում է, որ խոսում է ժողովրդավարության դեմ։ Սա, սիրելի ժողովուրդ, հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանն է ազգային ժողովում։ Սա ժողովրդավարության գնդակահարության մասին է։ Ոչ միայն Հայաստանի քաղաքական ղեկավարության, այլև ժողովրդավարության գնդակահարության մասին հիշեցնող հուշարձան է։ Եթե չկա ժողովրդավարություն, ուրեմն դրա տեղը անպայման մի ուրիշ բան կա։ Եթե չկա ժողովրդավարություն, ուրեմն կա տոտալիտարիզմ, կա ահաբեկչություն, կան քաղաքական սպանություններ։ Նա, ով խոսում է ժողովրդավարության դեմ, խոսում է ահաբեկչության կողմ։ Նա, ով խոսում է ժողովրդավարության դեմ, խոսում է տոտալիտարիզմի կողմ։ Իդեպ, Կտրիչ Ներսիսյանը, ամենայն հայոց կաթողիկոս, ընտրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Սիրելի հայրենակիցներ, հիմա ուրեմն ազգային ժողովի շենքի դիմաց հանրահավաք է տեղի ունենում եւ հանրահավաքի ընթացքում կոչեր են հնչում ի պաշտպանություն Հայաստանում պահվող քաղբանտարկյալների եւ ուրեմն Ադրբեջանում գերեվարված անձանց։ Եվ ուրեմն այս հավաքի կազմակերպիչների արժեքայնությունն եմ ես ուզում մենք իրար հետ քննարկենք, այսինքն մարդիկ եկել են այստեղ եւ քաղբանտարկել են նախ անվանում օրինակ Վարդանիկին, օրինակ արդեն դատապարտված Դավիթ Համբարձումյանին, ով հեղափոխության օրերին ինչ ասես չէր արել զենքի ցուցադրությամբ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ասենք քաղբանտարկել են անվանում Միքայել Աջապահյանին, ով հեղափոխության ուրեմն հեղաշրջման կոչեր անելու համար ուրեմն դատապարտվել է։ Քաղբանտարկել են անվանում Վազգեն Գալստանյանին, ով ուրեմն ահաբեկչական ակտ կազմակերպելու հոդվածով հիմա դատվում է, եւ մի շարք այլ մարդկանց անուններ են տալիս, ովքեր կոնկրետ քրեական հոդվածներով հիմա դատվում են, եւ ուրեմն այս մարդկանց կողքին հավասարության նշան են դնում Ադրբեջանում պահվող գերեվարված մեր հայրենակիցների հետ, եւ ուրեմն փորձում են էլի քաղաքական դիվիդենտներ շահել գերեվարված անձանց հաշվին, եւ այս մարդկանց արժեքներին դուք հələ մի հատ նայեք, տեսեք ինչ են անում եւ ամեն ինչ օգտագործում են ուրեմն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Մի կողմից էլ կոչեր են հնչում առ այն, որ Հայաստանում սահմանափակված է խոսքի ազատությունը, լրացնում են մարդկանց, լրատվամիջոցներին եւ այլն եւ այդպես շարունակ։ Սա այն դեպքում, երբ որ ուրեմն Հայաստանը աննախադեպ բարձր տեղում է գտնվում խոսքի ազատության առումով ամբողջ աշխարհում։ Սա այն դեպքում նաեւ, որ հենց այս հավաքը հենց հիմա լուսաբանում են բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք իրենց են պատկանում եւ այս ամեն ինչը տեղի ունենում ուղիղ եթերում։ Գործ ունենք հերթական քաղաքական շոուի հետ, հերթական գործընթացի հետ, երբ որ մարդիկ փորձում են ուրեմն իրենց հանցագործ ընկերների վրա կրծնել քաղբանտարկյալ անունը եւ այդպիսով փորձել ինչ-որ մարդկանց մոլորեցնել, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս գտնվող, չի ստացվելու, ուրեմն ընդդիմության ներկայացուցիչներ, որտեղ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանված է, պաշտպանվելու է եւ ուրեմն ձեր մտածածին մեղադրանքները չէ, որ պետք է մեր հանրությանը շեղեն մեր բուն օրակարգից, Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության օրակարգից, Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգից եւ բոլոր հանցագործները, բոլոր նրանք, ովքեր դեմ են դուրս գալու ժողովրդավարության եւ խաղաղությանը, բնականաբար հանդիպելու են ժողովրդավարության պաշտպանության կոշտ գործիքներին։ Սիրելի ժողովուրդ, կառավարությունը նախատեսում է, որ 2026 թվականից ներդնի անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգ։ Ինչ է սա նշանակում։ Ասենք դուք անկանխիկով առևտուր եք անում 10,000 դրամի, դրա 2%-ը վերադարձվում է ձեզ։ Համակարգը կգործի իհարկե առկա քարտ ունեցող քաղաքացիների համար, այսինքն դուք պիտի ձեր առևտուրը անեք առկա քարտի միջոցով, եւ բնականաբար սա չի վերաբերվում օրինակ խաղային ոլորտի գործարքներին։ Սա շատ լավ որոշում է անկանխիկի ծավալներն ավելի մեծացնելու, ստվերի դեմ պայքարելու, ինչպես նաև մեր անկանխիկով առևտուր անող քաղաքացիներին հավելյալ դրամական խրախուսանք տալու առումով։